Գյումրու ավականու հերթական նիստի մեկնարկը 1 րոպե լռությամբ, օրակարգն ու քննարկման հարցերի շրջանակը։ Ողբերգական ավտովթարի մասնակից Կամազի վարորդին մեղադրանք է առաջադրվել, ինչպես է տուժածների առողջական վիճակը։ Ավտովթար Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում, վնասը միայն նյութական է։ Մանկավարժի մասնագիտությունն հայ տղամարդու համար որպես ընտանիք պահելու միջոց։ Ադրբեջանական ագրեսիայի դատապարտում և կոչ Օբամային, միջազգային հանրության արձագանքը խոցված ուղղաթիռի վերաբերյալ։ Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում ազդարարն է, տաղավարում աշխատում է Ելենա Ավետիսյանը, բարև ձեզ։ Երևան-Գյումրի մայրուղու ավտովթարից տուժած 14-ամյա Էդգար Սիմոնյանի 3 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել։ Պատանին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էր տեղափոխվել վիրահատության նպատակով։ Էդգարն ուներ զույգ բազկոսքրերի, ակնակապիչի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ, ինչպես նաև տարբեր աստիճանի այրվածքներ։ Շիրակի մարզի դատախազն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված Կամազի վարորդին մեղադրանք է առաջադրվել։ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից հետո հարուցվել էր քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ IMEX Group ընկերության հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանը ձերբակալվել էր, որպես կատարվածի անմիջական մասնակից։ Նոյեմբերի 13-ին նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Մանվել Վարդանյանին մինչև 10 տարի ազատազրկում է սպասվում։ Մեղադրյալը օգտվել է իր պաշտպանության իրավունքից, նկատի ունեմ քրեական գործով առույթին ներգրավել է պաշտպան, համապատասխան միջնորդությունները ներկայացվել են դատարանում, սակայն այնուամենայնիվ դատարանի կողմից մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նկատառումներով որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ռաֆի Ասլանյանն ասում է, փորձագետները դեռ ուսումնասիրություններ են անում, բայց նախնական տվյալների համաձայն վթարի ենթարկված ավտոբուսի գազաբալոնները չեն պայթել։ Լրատվամիջոցների հետ նախորդ շփումներում ասեցի, որ դեպքի վայրի զննությամբ տեսանելի է, նաև ասեցի թվացյալ է, որ ավտոմեքենայի գազի բալոնները պայթել են։ Սակայն հետագայում փորձագետների մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննության ընթացքում, այսինքն նկատի ունեմ արդեն ցերեկով զննության ընթացքում, վերջիներս նշեցին, որ պայթելուն բնորոշ տեսանելի հետքեր չկան։ Այսինքն գազի բալոնները գտնվում են ամբողջական վիճակում, թեև վերջնական եզրահանգումները կտրվեն համապատասխան եզրակացության հետևություններում։ Վթարի հետևանքով տուժած 7 անձանցից 2-ը Սամվել Հակոբյանը եւ Ալբերտ Շախնազարյանը դուրս են գրվել հիվանդանոցից, 2-ն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ Զարուհի Մկրտչի Հովհաննիսյանը կվիրահատվի։ Նրա մոտ առկա է աջ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք տեղաշարժով։ Մարմնի տարբեր հատվածներում առաջին աստիճանի թերմիկ այրվածքներ ունեցող Կարեն Ռազմիկի Բաղդասարյանի վիճակը գնահատվում է բավարար։ Վիրավորներից 3-ը տեղափոխվել են Երևան։ Մեկ հիվանդ ունենք Էրեբունի բժշկական կենտրոնում, արդեն պալատային բուժման մեջ էր, այդ վերքերն էին մշակվում էլի այրվածք ու երևի դուրս կկրվի վաղը մյուս օր Երևանի բժշկական կենտրոնից։ Ու նաև կա տեղափոխված Հովհաննիսյան Հասմիկ 67 թվականի մարմնի տարբեր մասերի երկրորդ երրորդ թերմիկ այրվածքներ։ Ըստ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի անհրաժեշտություն է եղել նրանց հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված հիվանդանոցներում։ Տուժածների առողջական վիճակը բավարար է։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, ազդարար։ Նոյեմբերի 13-ին ազդարար լրատվականն անդրադարձել էր Գյումրիում ինքնահրկիզման դեպքին։ Գործարանային 18 հասցեում բնակվող Արտակ Ռոլանդի Հովսեփյանն իր տամբակում բենզին էր լցրել վրան և կրակայրիչով այրել ինքն իրեն։ Տուժածը նախ տեղափոխվել էր Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան։ Շիրակի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանը նշել է, որ դեպքի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել, կատարվում է նախաքննություն։ Ինքնահարկիզման կապակցությամբ դեռևս քրեական գործ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում եւ 10-օրյա ժամկետում քննարկվելու է քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը։ Այս պահին դեռևս վերջնական հետևություններ չեն կարող անել, հաշվի առնելով, որ տուժածը ի վիճակի չի բացատրություններ տալու, նաեւ հարազատներն են գտնվում Երևան քաղաքում նրա մոտ։ Հետեւաբար դեպքի ամբողջական հանգամանքները առաջիկա 10 օրում հայտնի կլինեն։
Այսօր ժամը 13:30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհ փողոցում, միմյանց են բախվել ՎԱԶ 2106 և Kia մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան, վնասը միայն նյութական է։ Տեղում աշխատանքներ են իրականացրել ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի պատճառները ճշտվում են։ Գյումրիում նոյեմբերի 14-ին այսօր ավականու հերթական նիստն է կայացել։ Ավականու բոլոր անդամները ներկա են եղել։ Օրակարգային 34 հարց է ներկայացվել քննարկման, որից միայն 2-ին են ավականու անդամները դեմ քվեարկել։ Ավականու անդամները 1 րոպե լռությամբ հարգել են ավտովթարից զոհված ուղևորների հիշատակը։ 1 րոպե լռությամբ մեկնարկեց ավականու հերթական նիստը։ Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հոռոմ գյուղի Խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի վիրավորների ու զոհվածների ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերելու հարցը նիստի քննարկման թեմաներից էր։ Ավականու անդամները կողմ քվեարկեցին։ Անհրաժեշտ էր, որ բոլոր այդ ընտանիքներին որոշակի չափով քաղաքապետարանից օգնություն ցույց տանք եւ վիրավորներին եւ մահացածներին։ Ծաղկեպսակներ եւ գումարային ձևով օգնություն։ Մենք առանձնացրել ենք նպաստներ հոդվածից 2.200.000 եւ բաժանել այդ 14 հոգում, 13 հոգում։ Հաջորդ հարցը ավականու 2014 թվականի ապրիլին ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարելն էր։ Այն ենթադրում էր Գյումրու քաղաքապետարանում 1 վարորդի հաստիկի ավելացում։ Առաջարկն ընդունվեց եւ ավականին անցավ հաջորդ հարցերին։ Պիոներ պալատ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող 1 տրանսպորտային միջոց դուրս գրվեց։ Պատճառն այն էր, որ քայքայված էր ու շահագործման համար ոչ պիտանի։ Սոցիալական ծանր կեցության մեջ բնակվող քաղաքացիներին օգնություն կցուցաբերվի ձմռանը վառելիք ձեռք բերելու համար։ Քաղաքապետարանում այս պահին կա արդեն կուտակված 800-ից ավել քաղաքացիների դիմում խնդրանքներ ձմեռը փայտով որոշակի չափով օգնելու համար։ 2 միլիոն էլ հատկացվի, որ կարողանանք որոշակի չափով այդ փոխանցած գումարների հետ գումարվի եւ օգնենք այս խիստ կարիքավոր ընտանիքներին։ Անցած տարի նույն ժամանակահատվածում մենք ունենք 250 դիմում, հիմա ունենք պատկերացրեք 800 դիմում։ Իհարկե ուսումնասիրվում է նաեւ մեր սոցիալական հանձնաժողովի կողմից անպայման, որպեսզի մենք կարողանանք հասցնել տեղ այն ընտանիքներին, որոնք իրոք պահանջ ունեն։ Քննարկվեց ամանորի միջոցառումների համար կատարվելիք ծախսերը, նախահաշիվն արդեն պատրաստ է։ Անցյալ տարի մենք 16.500.000 նախատեսեցինք ամանորի միջոցառումների համար, բայց մենք այդքան գումար չծախսեցինք։ Այդ իսկ պատճառով մենք ներկայացնում ենք ձեզ անցած տարվա փաստացի կատարված ծախսերին համարժեք ծախսեր։ Սոցիալապես անապահով 148 ընտանիքի կտրամադրվի դրամական օգնություն։ Բողոքներ կան, որ այդ գումարները հասցեատերերին որոշակի ուշացումներով են հասնում։ Հարցն իր պարզաբանումն ունեցավ։ Ավականու նիստը լինելուց հետո 3 օրվա ընթացքում դուք լավ գիտեք, միջև ստորագրում եք, միջև որոշումը գալիս է ֆինանսական բաժին, գոնե 4 օր տևում է, որից հետո քաղաքացին կարող է գումարը ստանալ։ Սամվել Բալասանյանի հանձնարարականով գումարային հատկացումների ճիշտ ժամանակին իրականացման համար միջոցառումներ կձեռնարկվեն։ 1.725.000 դրամ հենց այդ նպատակին կծառայի։ Ազատամարտիկներին, պատերազմի վետերաններին եւս օգնություն կցուցաբերվի ամանորից առաջ 9.530.000 դրամ։ Առաջարկվեց նաեւ գումար տրամադրել Սերգեյ Գալոյանի գրքի հրատարակության համար։ Առաջարկը սակայն ավականու անդամների կողմից հավանության չարժանացավ։ Փոխհատկացումներ, օտարումներ եւս եղան։ Շատ հողակտորներ, որոնք եղել են համայնքային սեփականություն, օտարվել են եւ նման բալանսը առաջացել է միայն համայնքի պատկանող հողերի եւ սեփականության հողերի միջեւ։ Ես նույնիսկ կարող եմ տվերներ ասեմ, նախկինում եղել է 405 հեկտար համայնքային պատկանության հողերը, մնացել է 392 հեկտար։ Ուրիշ ինչ ենք վաճառում։ Քաղաքաշինության ոլորտից քննարկվեց քաղաքի գոտիավորման նախագծի մշակման հարցը։ Գլխավոր հատակագիծը կազմվել է դեռևս 2001 թվականին, որ հաստատվել է 2005 թվականին, եւ դեռևս այն գործողության մեջ է։ Սակայն այս 14-15 տարիների ընթացքում բավականաչափ փոփոխություններ են կատարվել քաղաքի զարգացման հետ կապված եւ որոշ դրույթներ արդեն հնարեցել են։ Մարզադպրոցի բարեկարգման համար էլ 1.400.000
000 դրամ տրամադրվեց։ Քննարկվեց նաև Գյումրու օրվա հետ կապված հարցը։ Առաջարկ է ներկայացվելու սեպտեմբերի ամսին տեղափոխել, մենակ մի նրբությամբ, որպեսզի կարողանա համայնքի ղեկավարը որոշի օրը։ Սեպտեմբերի այդ օրվա հետ կապված լուրջ ցնցումների մեջ է։ Ինքնին դա ինչի համար են քննադատվում։ Ինչի համար, ասում են ամսու 5-ին անեն թող, ամսու 5-ին այնպիսի կարգուտ տեղած, որ ցան նմանվեց, հələ նորից քննադատվում ենք Facebook էջերով եւ այլն։ Օրակարգային վերջին հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի եւ Ռուսաստանի Դաշնության Դոմոդեդովո համայնքների միջև 2014 թվականի հոկտեմբերի 6-ին կնքած համագործակցության պայմանագիրը վավերացվեց։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Խորհրդարանական ուժերն իրենց ճեպազրույցների ընթացքում ամփոփել են քարոզյան եւ գնահատել պետբյուջեն։ Բյուջեից անցում է կատարվել ազգային անվտանգության խնդիրներին։ ՀՅԴ-ն համաձայն չէ, որ կառավարությունը համարժեք պատասխան է տվել 12 կետին։ Ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ն որևէ մեկի հետ նախապայմաններով բանակցությունների չի գնում։ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը տեղերով փոխվել են խորհրդարանական ճեպազրույցներին առաջինը ՀԱԿ-ն է գալիս։ Լևոն Զուրաբյանը բյուջեից է սկսում։ Իշխանությունն ասում է խուսափեց բանավեճից։ Ոչ իշխանական ուժերի 12 կետերը ՀԱԿ-ը կառավարության հետ չի քննարկի։ Զուրաբյանը խոսքին չի հավատում, միայն գործին է հավատում։ Մենք այս process-ի մեջ չենք ներքաշվելու, մենք որևէ առաջարկված բանակցությունների մեջ չենք ներքաշվելու։ Բարգավաճ Հայաստանը չի պատկերացնում ինչ բանակցություններ կարող են լինել 12 կետերը կատարել չկատարելու հարցը ԲՀԿ-ականների խոսքով չի կարող քննարկվել։ Բանակցություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե իրենք կհայտարարեն, որ այս կետը մենք չենք պատկերացնում ինչպես անել, եթե դուք ունեք պատկերացում, ասեք։ Մենք պատրաստ ենք այդ դեպքում տրամադրել մեր պատկերացումները եւ ասել։ Գլխավոր ֆինանսական փաստաթղթին ՕԵԿ-ն էլ է դեմ։ Կուսակցությունը համարում է, որ բյուջե 2015-ում անորոշությունները շատ են։ Մհեր Շարգելյանը չգիտի տնտեսական աճի կառավարության լավատեսական կանխատեսմանը հավատա, թե միջազգային ֆինանսական կառույցների։ Տարբերությունը բավականաչափ մեծ է եւ այս տարբերությունը բերում է անորոշության։ Իրականում գոյատևման ժամանակ ձգելու բյուջե Բյուջեից անցում ազգային անվտանգության խնդիրներին դաշնակցությունը կարծում է, որ ուղղաթիռի խոցման միջադեպով իրավիճակ փոխվեց։ Ադրբեջանը չեզոքացրեց նախագահների մակարդակով տեղի ունեցած 3 հանդիպումների արդյունքները։ Հայաստանը պետք է հետևություններ անի։ Մինչև չպատժվի նա շարունակելու այս քաղաքականությունը։ Եվ երկրորդ, մենք պիտի հասկանանք, որ մեզ համար պիտի Հայաստանը դառնա մարդու երկիր։ Վերադառնալով ներքաղաքական զարգացումներին, Աղվան Վարդանյանը ափսոսանք հայտնեց, որ եռյակը սահմանադրության փոփոխման հարցը խառնեց իր քաղաքական օրակարգին։ Սա այն կետն է, որի դեպքում որևէ ճանապարհային քարտեզ, ֆինանսական ներդրում անհրաժեշտ չէ։ Ժառանգության խմբակցության ղեկավարի խոսքով, եթե իշխանությունն իմիտացիա չի անում, պետք է վերափոխի ընտրական օրենսգիրքը եւ 100%-անոց համամասնական ընտրակարգ սահմանի։ Մենք նախապայմաններով որևէ բանակցությունների չենք գնում։ Մենք ասում ենք, բաց են մեր դռները ցանկացած քննարկումների համար, առանց նախապայմանների։ Քաղաքական մեծամասնությունը պատրաստ է կլոր սեղանի, եռյակը պետք է պատրաստակամություն հայտնի։ Ընտրական օրենսգիրքը վերափոխման կարիք ունի, բայց այս փուլում հարցը հանրապետականի համար ժամանակավրեպ է։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումից հետո մենք ունենք բավականին ժամանակ։ Ընտրություններից 1 տարի առաջ ընտրական օրենսգիրքը նորից պետք է վերանայվի։ Պետբյուջեի նախագիծը իշխող կուսակցությունը կառուցողական փաստաթուղթ է համարում։ Բյուջեն սոցիալական է, ռիսկերը քիչ են։ Քննադատներին Վահրամ Բաղդասարյանը հորդորում է համեմատել նախորդ տարիների մակրոտնտեսական ցուցանիշները։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին։ Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին եւ իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ամփոփելով քննարկումը Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։ Ուսանողների միջազգային օրվան ընթառաջ կրթության գիտության նախարարը հանդիպել է բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ։ Կրթության գիտության նախարարն ընդգծել է, որ ուսանողի գերնպատակը պիտի լինի սովորելն ու կրթված մարդ դառնալը։ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի հայ ուսանողները կունենան իրենց ազգային տոնը, որը կնշվի մայիսի 16-ին։ Գիտեք, որ ազգային ժողովում են գտնվում կառավարության
օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է ազգային տոնացույցին համարժեք ուսանողության տոն ֆիքսելուն, որը մեր կրթության պատմության մեջ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է։ Կրթական համակարգի հատկապես հանրակրթության բնագավառի լրջագույն մարտահրավերներից է ոլորտի ֆեմինիզացիան։ Կրթություն և մանկավարժություն մասնագիտությամբ սովորողների 81.6% աղջիկներ են։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ բուհերը շահավետ միջոց էին տղաների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու տեսանկյունից, ապա ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո վերջիններս կորցրին իրենց գրավչությունը, հետևաբար նաև այդ նպատակով ընդունվող ուսանողներին։ Իսկ մանկավարժի համեստ աշխատավարձի և դրանից բխող կենսապայմանների հեռանկարը պատճառ է հանդիսանում, որ մանկավարժի որակավորում ստացող առանց այն էլ քիչ թվով ուսանողներն այդպես էլ մուտք չգործեն դպրոցներ։ Մանկավարժական ինստիտուտն այսօր ունի 3000 ուսանող, որից 982-ն է տղա։ Այստեղ ուսանողների թիվը տարեց տարի պակասում է, խնդիրն ավելի ընդգծված է տղաների պարագայում։ Ուսուցչի մասնագիտությունը լայն իմաստով տղամարդկանց հիմա չի ձգում, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ որոշում են ընդունվել բուհ, մեկնաբանում են, թե նպատակը գիտելիքները խորացնելն է։ Միայն այսքանը աշխատանքի տեղավորվելու հեռանկար չեն տեսնում։ Այն ժամանակ ես չէի մտածել, որ դժվար կլինի աշխատանքը։ Խոսքի եթե դու սովորես այդ առարգան, կկարողանաս դպրոցում դասավանդես, բայց հիմի չեմ կարող մի բան ասեմ։ Ոսկի շատ ուսանողներ կան, որ մասնագիտություն ունեն ու շատ խելացի են, բայց աշխատանք չկա, որ իրանք կատարեն։ Մարզի կրթության վարչության մասնագետը հակադարձում է, թափուր աշխատատեղեր շատ կան։ Հատկապես լեռնային և սահմանամերձ գյուղերում տևական ժամանակ է ուսուցիչների մրցույթ է հայտարարված, բայց մասնակցելու ցանկություն ունեցողներ չկան։ Մակար Մելքոնյանը չի առարկում, իսկապես շահագրգռող որևէ պայման չկա մասնագետին և մասնավորապես նորավարտին դպրոց բերելու համար։ Կառավարությունն այս ուղղությամբ նպաստող որևէ քաղաքականություն չի վարում, նույնիսկ պետպատվերի շրջանակներում սովորողներին ավարտելուց հետո չի աջակցում։ Հատուկ տղամարդկանց համար քայլ չի արվում։ Միջդեռ կարելի է ասենք այդ հեռավոր գյուղերում տնտեսություն ստեղծելու հնարավորություն տալ, վարկային քաղաքականության արտոնություն տալ, բնակարանային պայմաններով ապահովել, որ որոշ ընտանիքներ ցկտեին ընտանիքով գնային ապրեին աշխատեին։ Իսկապես սարդակին աշխատանքից ավելի շատ գումար են վաստակում ու ավելի հեշտ է ընտանիք պայելը, քան կրթության հաստատություններում աշխատելը։ Խորհրդային տարիներին ամեն ինչ ուրիշ էր, բուհերի շրջանավարտներն ավարտելուց անմիջապես հետո անցնում էին աշխատանքի։ Անկախ իրենց ցանկությունից հարկադրված էին գոնե 2-3 տարի աշխատել նշանակված դպրոցում։ Ինչպես մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանն է կեսկատակ կես լուրջ ասում, հիմա ինքնատեղավորման մեխանիզմն է գործում։ Մանկավարժական կադրեր պատրաստող հիմնական բուհի շրջանավարտների ընդամենը 1-2%-ն է աշխատանքի տեղավորվում։ Կարևոր է աշխատաշուկայի խնդիրները և բու գործատու համագործակցությունը։ Ուսումնասիրությունը խիստ կարևոր է, անհրաժեշտ է մեր մասնագիտական կողմնորոշման, կադրերի պատրաստման, նրանց թվի աճի կամ նվազեցման, կամ պահանջարկ ունեցող մասնագիտությունների հետազոտման, դրանք կարևոր խնդիրներ են։ Ստացվում է բուհում սովորելը հատկապես տղաների համար ձևական բնույթ է կրում, թեև այս մտքի հետ Սամվել Ալեքսանյանը համաձայնվել չի ուզում։ Բոլոր դեպքերում, մասնավորապես տղամարդ մանկավարժների պակասը հանրակրթության ոլորտում հանգեցնում է մի շարք խնդիրների։ Տղամարդկանց ներկայացվածության պակասը զգացվում է ոչ միայն դպրոցում, այլ նաև ընտանիքներում։ Սրանից ելնելով հոգեբաններն ահազանգում են, խնդիրը բավական լուրջ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է տղաների դաստիարակությանը։ Կրթությունը շատ պարագաներում ինքը կարող է ցավոտ լինել, որովհետև խղկվում է, ինչ որ մի բան ավելորդ, ինչ որ մի բան լրացուցիչ խանգարող պետք է դուրս բերել։ Դաստիարակության իմաստը հենց դրանում էր կայանում է։ Մայրը դաստիարակում է, ընդունենք այսպես, մայրը դաստիարակեց այդ հումքը սարքեց պողպատ, իսկ պողպատից ինչ կսարքվի, այս արդեն հայրության խնդիրն է, որ ինքը առարկայանա, ինքը դառնա կիրթ, քիչ է գիտելիք մատուցելը։ Դպրոցներում տղամարդ ուսուցիչները դասավանդում են հիմնականում ֆիզկուլտուրա եւ ռազմագիտություն առարկաները։ Սոցիալական գործոնը տղամարդկանց դուրս թողեց հանրակրթության ոլորտից։ Հիմա դպրոցն ավարտելուց հետո ավելի շատ ձգտում են ստանալ իրավաբանի, տնտեսագետի եւ բժշկի որակավորում։ Նախապատվությունը տալով, այսպես ասած, ականջ շոյող եւ պահանջված մասնագիտությամբ գործազուրկի կարգավիճակին։
Անի Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Նոյեմբերի 10-ից 17-ը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը և մի քանի երիտասարդներ իրականացնում են ուսանողական երիտասարդական շաբաթ ծրագիրը։ Նպատակն է երիտասարդների և ուսանողների միջազգային օրերը մասսայականացնել Գյումրիում։ Կազմակերպիչների կարծիքով նշված տոների նշումը հնարավորություն կտա երիտասարդներին ունենալ հետաքրքիր առօրյա, ինքնադրսևորվել նաև հասարակության մեջ։ Ծրագրի նպատակն է նաև նրանց ապահովել հագեցած ու հետաքրքիր ժամանցով։ Ծրագրի շրջանակներում երիտասարդներն այսօր հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Էպիսկոպոս Աջապահյանի հետ։ Այսօրը սահմանված էր որպես ազատություն թեմայով խոքմանոր, որը երիտասարդների համար անցկացնում է Շիրակի թեմի առաջնորդը Միքայել Էպիսկոպոս Աջապահյանը։ Թեման ընտրվել է հենց երիտասարդների կողմից, որովհետև ինքը այնքանով է հետաքրքիր երիտասարդներին ազատություն թեման, որ շատ է շրջանառվում երիտասարդների կողմից, թե որն է ազատությունը, ազատ մտածելակերպը, ազատության արժեքները որոնք են, եւ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մի քանի սրբազան լսենք, թե իրական ազատությունը որն է եւ ինչ է ինձ ներկայացնում ազատությունը, երիտասարդը ինչպես պետք է ազատ լինի եւ ինչպես պետք է օգտագործի իր ազատությունը։ Աշխարհը երբ կողքից նայում եմ, թվում է թե Աստծո կամքի մեջ ապրողները ամենաանազատ մարդիկ են։ Իրենց ինչքան բանից զրկում են։ Բայց այդ բոլոր բաները, որոնցից որ զրկված են իբրև թե այդ մարդիկ, այն բանի, հանուն այն բանի են, որպեսզի ունենան այն գերագույն ազատությունը, մեղքից ազատություն։ Որովհետև մարդը ոչ թե պիտի ազատ լինի պարզապես մեկը մյուսից, այլ ազատ պետք է լինի նախ եւ առաջ մեղքից, որովհետև դա է մարդու առաքելությունը։ ՄԱԿ-ի ինովացիոն քաղաքականության զարգացման բաժնի ղեկավարի ձեռքում Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցն է։ Մոտ 1 տարի տևած ուսումնասիրություններից հետո ՄԱԿ-ի եվրոպական երկրների և Հայաստանի մասնագետների կարծիքով մեր տնտեսության զարգացման հիմնական ուղին գիտության զարգացումն ու նորարարական գաղափարների կիրառումն է։ Զեկույցի պատրաստման աշխատանքները ղեկավարել է Բրեդլի Բուսթոնը։ Նմանատիպ զեկույցներ արդեն պատրաստվել են նախկին խորհրդային երկրներից Ղազախստանի և Բելառուսի համար։ Զեկույցում ներկայացված են Հայաստանի գիտական և գիտատեխնիկական կառուցվածքը, ազգային գիտա-ինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն, արտադրություն, կապն ու ինովացիոն գործընթացներում գործակցությունը։ Վերլուծաբաններն առանձին անդրադարձել են նաև ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման հարցերին։ Զեկույցը բաղկացած է 7 բաժնից։ Յուրաքանչյուրի վերջում եզրակացություններ և խորհուրդներ են։ Նախատեսվում է նոր հետազոտություն անցկացնել 2017-ին, պարզելու համար, թե որքանով այն կիրառվեց և օգուտ բերեց Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի վճիռն այսօր հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Այսպիսով, ելնելով գործի քննության արդյունքներից, Սահմանադրական դատարանը որոշել է առաջին պայմանագրում արձանագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Երկրորդ նշվել է, որ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հարևանի գործողությունները շատ ցավալի են և լկտի, դրանք անկասկած ստանալու են համարժեք և մի քիչ էլ ավելի անհամաչափ պատասխան։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից օպերատիվ մարտավարական զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռի խոցման փաստին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հենց այս զորավարժությունների հիմնական նպատակն է խաղաղության պահպանման ուղղությամբ պատրաստակամության ամրապնդումը, նշել է նախարարը։ Ուշադրություն հրամանատարական տակ։ Զորավարժությունները ղեկավարող գեներալը հրամանատարական կետից չէր էլ հեռացել։ Հերթական ստուգայցից եկավ խիստ, բայց եւ գոհ հայացքով։ Զորքը պատրաստ է զորավարժության ամենաակտիվ կրակային փուլին։ Զորավարժության ղեկավար գեներալ գնդապետ Խաչատուրովը։ Ազատ։
Առաջին փուլում տանկային հերոսներն են, տանկային բիաթլոնը փոխ-չեմպիոն զինվորների մասնակցությամբ։ Նրանց հետևող զինվորականները 1700 մետրի վրա խոցվող թիրախներն են հաշվում, թխեցին, էլի թխեցին։ Երկրորդ փուլը մի քանի մետր այն կողմ է։ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այստեղ հրամատ մտավ։ Դիտակետերը նոր հնարավորություններով են։ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում է, դիտակետը շարժական է, նշան բռնելու պահին զինվորի գլուխը չի երևում։ Հարմար է կրակելու համար հրաձիգը պաշտպանված է։ Նշանակետը ավելանն է, սա հաշվարկ է, ինքը որ դուք գլուխը չի։ Նախադեպը չունեցող միասնություն 2014-ի երրորդ կետը շփման գծին ամենամոտն է, հենց այդ տարածքում է խոցվել Mi-24-ը։ Խոցված ուղղաթիռը հենց այս կողմում է ուղիղ գծով, այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր է։ Օդաչուների ճակատագրից դեռևս ոչ մի տեղեկություն չկա, ադրբեջանցիները շարունակում են կրակոցները եւ հայկական կողմը պարզապես չի կարողանում մոտենալ։ Զորավարժության մասնակիցների մոտ դյուրակիր զենիթահրթիռային համալիր է, այլ կերպ ասած իգլա։ Վերլուծելով խոցված ուղղաթիռի կադրերը, մասնագետները պնդում են, որ մոտավորապես այս համակարգով են ադրբեջանցիները խոցել Mi-24-ը։ Բոլորի ուշադրությունն ուղղվեց գլխավոր նորույթին։ Պաշտպանության բանակն առաջին անգամ գործարկում է Ստրելա 10 զենիթահրթիռային համալիրը։ Ահա այն, այս տարի է ձեռք բերվել։ Օփուժն անցավ ճիշտ այն ուղիով, որով խոցված ուղղաթիռն էր անցել։ Խոցված ուղղաթիռի մասին խոսելիս պաշտպանության նախարարը շեշտեց, ադրբեջանցիները եւս մեկ անգամ իրենց դեմքը ցույց տվեցին ու հայտարարեց, պատասխանը չի ուշանա։ Այդ գործողությունները շատ մեր համար ցավալի են, իրենց կողմից լկտի են եւ այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան մի քիչ էլ ավելի անհամաչափ անկասկած տրվելու է։ Միջազգային հանրության արձագանքը նախարար Օհանյանը համարժեք է համարում, բայց եւ կարծում, որ այն կարող էր ավելի խիստ լինել։ Իսկ այս ընթացքում զորավարժությունների ղեկավարը հայտարարեց. վերջ, նահանջող հակառակորդի ստորաբաժանումները ջախջախված են, սկսում են հաշվել խոցված թիրախները։ Քաղաքագետների խոսքով էլ խոցված ուղղաթիռի միջադեպը հայկական բանակն անպատիժ չի թողնի։ Իսկ պատժիչ գործողությունների հարցում պետք է վստահել հայկական բանակին, որը պրոֆեսիոնալ է եւ գիտի անելիքը։ Լեռնային Ղարաբաղում կործանված Mi-24 ուղղաթիռը շատ մոտ է եղել սահմանին։ Ադրբեջանը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում իրականացված զորավարժությունների մասին եւ նպատակ է ունեցել ուսումնասիրել հայկական կողմի տեխնիկական հնարավորությունները։ Այս կարծիքին են հետախույզ վետերանների միության անդամները։ Նրանց խոսքով Ադրբեջանի յուրաքանչյուր ոտնձգության դեպքում հայկական կողմը պետք է անհապաղ պատասխան տա։ Այսօր դժվար է պատասխան տալը, բայց նույն վայրկյանին, նույն րոպեին, երբ որ կատարվեց Ադրբեջանի կողմից այդ գործողությունը, նույն վայրկյանին հնարավոր է։ Ինչպիսին է միջազգային հանրության արձագանքը խոցված ուղղաթիռի վերաբերյալ, կոնգրեսական փալոնը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան եւ կոչ արել Օբամային քայլեր ձեռնարկել։ Ամերիկայի հայդատի հանձնախումբն էլ սոցցանցերում ուժեղ Արցախ խորագրով արշավ է նախաձեռնել, կոչ անելով դատապարտել Ադրբեջանի քայլերը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի կործանած Արցախյան ուղղաթիռին։ Լրագրողները Ջեյմս հարցրել են, թե ինչպես է գնահատում կառավարությունը փաստը, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը։ Պետքարտուղարության խոսնակը խուսափել է պատասխանից եւ կրկնել է կողմերին հավասարեցնող մշտական ուղերձը։ Ես չունեմ որևէ վերլուծություն կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Մենք ունենք նույն տեղեկությունը։ Կողմերն ունեն իրենց հայտարարություններն ու կոչերը, դրանից ավելի որևէ վերլուծություն չունեմ։ Մանկի գլխավոր քարտուղարն էլ մտահոգություն է հայտնել այն քայլերի վերաբերյալ, որոնց հետևանքով կործանվել է ուղղաթիռը եւ զոհվել են անձնակազմի անդամները։ Իրերին իրենց անուններով է կոչել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Սա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության ագրեսիայի հերթական օրինակ է եւ ներկայացնում է նրանց բռնի գործողություններում սրացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։ Այլևս կասկած չկա, որ նախագահ Բարակ Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նման բռնի ագրեսիայից հետ պահելու եւ խաղաղությանն ու կայունությանը մեր հանձնառությունը ցուցադրելու համար։ Եվրախորհրդարանի падգամավոր Էլենի Թեոխարուսն էլ Ադրբեջանի կործանած ուղղաթիռի կապակցությամբ նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին։ Armenpress-ի տվյալով падգամավորը Յունկերին առաջարկել է Եվրամիության հատուկ խումբ ուղարկել դեպքի վայր։
Ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը խախտել է հրադադարը եւ վտանգել խաղաղությունը։ Ես կարդացել եմ դեպքի առիթով Եվրամիության հայտարարությունը եւ կարծում եմ, մենք կարող ենք ավելին անել։ Առաջարկում եմ ստեղծել հատուկ խումբ, որը կպարզի, թե իրականում ինչ է եղել։ Այս պահին հստակ է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Եվրամիությունը պետք է դատապարտի այս արարքը եւ ջանքեր գործադրի, որ հակամարտությունը լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ամերիկայի հայդատի հանձնախումբն էլ սոցցանցերում ուժեղ Արցախ խորագրով Վարշավ է նախաձեռնել կոչ անելով դատապարտել Ադրբեջանի քայլերը։ Աշխարհում այդ երկրի մասին իրազեկելու նպատակով ստեղծվել է Artsakh Strong hashtag-ը։ Ադրբեջանի արտգործնախարարը Ստրասբուրգում պետք է հանդես գա Եվրախորհրդում իր երկրի նախագահությունն ամփոփող զեկույցով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Մամեդյարովին սպասվում է գերլարված ելույթ, քանի որ Ժողովրդավարության խորհրդանիշ Եվրախորհրդում նախագահության ընթացքում Ադրբեջանում բռնությունների ալիքը հասել է աննախադեպ ծավալի։ Երկրում կա մոտ 100 քաղբանտարկյալ, իրավապաշտպաններն ու լրագրողներն էլ շարունակում են բռնության ենթարկվել։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միասնական նստացույց են անցկացնելու Բաքվում նոյեմբերի 19-ին ծրագրած միջոցառման նպատակը երկրում քաղբանտարկյալների իրավունքների մասին ահազանգելն է։ Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները ընդդիմադիրների գործողությունները կապել են Հայերի եւ Հայաստանի հետ։ Սա մեր թողարկման վերջին լուրն էր, նորությունների կարող եք հետևել նաև այցելելով 3w.am ինտերնետային կայք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։